Եվս Տերը արժանացրեց իր խոսքը լսելուն, մինչ կմիանանք երկինք նրան, ամեն։ Աստծո ժողովուրդ ջան, մեր փրկությունը շատ կարևոր է, որ մենք մեր փրկության հետ խաղ չանենք։ Երկու ճանապարհ գոյություն ունի։ Մեկ այն նեղ ճանապարհն է, որտեղ Հիսուսն է, որտեղ ինքը տանում է դեպի հավիտենական կյանք, իսկ այն լայնացած ճանապարհը դա թշնամին է, սատանան է, որը որ բավարարում է եւ զբաղեցնում է մարդկությանը աշխարհի հաճույքներով եւ տանում է դեպի հավիտենական կորուստ։ Չկասկածեք, որ մարդիկ կան ասում են հավատում ենք Աստված կա, դրախտը կա, բայց չեն հավատում դժոխքը կա եւ սատանան իրական է։ Մարդիկ հավատում են, որ այս աշխարհն է հենց դժոխքը, նման բան գոյություն չունի։ Եթե դու կարծում ես այս աշխարհը դժոխք է, սա չնչին է նրա դեմ ինչ պատրաստված է սատանայի համար եւ բոլոր նրանք, ովքեր որ սատանային են ծառայում, դրա համար յուրաքանչյուրս արթուն լինենք, որոշում կայացնենք, լավ կամ նեղ ճանապարհը դեպի Հիսուս կամ լայնարձակը դեպի հավիտենական կորուստ։ Երրորդ տարբերակ կա։ Երրորդ տարբերակը այն է, որ շատ շատերը կաղում են։ Համայց ճանապարհին են, համայն ճանապարհին են, կաղում են։ Աստծո համար ամենազզվելի կարգավիճակը այդ ճանապարհն է, որը գաղթ ճանապարհն է, որը մարդը գաղթ իրավիճակի մեջ է, չի իմանում որն է սիրում, որ ճանապարհն է ուզում։ Գիտեք, քանի դեռ մենք ապրում ենք այս մարմնի մեջ, ոչ ոք չասի հեշտ է աստվածապաշտության կյանք ապրելը, հեշտ չի, բայց մի բան է, որ մենք կարող ենք մեր անձերը վարժեցնել ըստ Աստծո խոսքի եւ թույլ տանք Սուրբ Հոգին տիրի եւ մեզ փոխի եւ նմանեցնի Քրիստոսին, որ մեր կարիքները, մեր ցանկությունը, մեր կամքը դառնա Քրիստոս Հիսուսի կամքը։ Կարա եկեցի ամեն, ամեն։ Իսկ հիմա սկսենք քարոզը, ովքեր են պատրաստ լսելու, միգուցե մեզ ցավեցնի, բայց Փառք Հիսուսին այն ինչ որ ցավեցնում է, նաև բժշկում է, ամեն։ Երբ որ վերք կա, վերքը երբ որ փակում ես, գնալով ավելի վճռական, ավելի վատ վիճակի մեջ է մարդը ընկնում, բայց երբ որ վերքը բացվում է, խնամվում է, հոգ է տարվում նրա համար, բժշկվում է եւ վերջը առաջ այդ վերքը կբժշկվի, կանցնի։ Այդպես մենք պետք է թույլ տանք յուրաքանչյուրիս մեջ, եթե կա վերք, այսօր Տերը թող դեղ դնի, իր խոսքը դնի եւ բժշկի, ամեն։ Ես վստահ գիտեմ, որ այսօրվա խոսքի մեջ յուրաքանչյուր մարդ կա։ Չկա նման բան, որ մեկ ինձ ասի, տենց բան իմ կյանքում չկա, ասում է ով ասի մեղ չեմ գործես, սուտ է խոսում։ Եվ մենք գիտենք, քանի դեռ մարմնի մեջ ենք, այս տկարությունը յուրաքանչյուրիս մեջ կա։ Սկսեմ քարոզս։ Գիտեք, որ Հիսուսի խաչող զինվորը, ով որ մեխերը դրեց նրա ձեռքերի մեջ եւ նրան խաչեց եւ խաչը բարձրացրեց, հայրուրապետ էր, հռոմեացի հայրուրապետ էր, ով ամեն օր, որպես իր աշխատանքը, ականատես էր լինում ավազակներին, թե ինչպես էին խաչում եւ ինքը հենց դրանցից մեկն էր, որպես զինվոր, ով որ խաչում էր ավազակներին։ Եվ գիտեք, նա տեսնում էր նրանց տանջանքները, թե ինչպես են արձագանքում այդ ցավերի, այդ տառապանքի, այդ կարգավիճակի մեջ։ Գիտեք, երբ որ խաչում են, պատկերացեք, իրենք ամբողջ իրենց ոտքերով են փորձում պահեն, հա, իրենք արունակամ են լինում, առաջի տեղը, որ խփում է խաչի վրա այդ մարդկանց, որ սկսում են տանջվել, սկսում է հոգերը չգործել, այսինքն գնալով խեղդվում են։ Շատ տանջալից այդ չար իրավիճակի մեջ այս զինվորը ականատես էր լինում, տեսնում էր այդ տանջանքների մեջ, թե ոնց էին ոմանք գոռում այդ ցավերից, տեսնում էր, թե ոմանք այդ ցավերից ինչպես էին անիծում, տեսնում էր ոմանք ինչպես էին ցավերի մեջ հայհոյում եւ տարբեր իրավիճակներ էր տեսնում էր ոմանք էլ այդ կարգավիճակի մեջ օգնություն էին խնդրում, ամեն բան տեսնում էին այս զինվորները եւ հենց այն զինվորը, ով որ խաչեց Հիսուսին, բայց երբեք այս զինվորը, ով որ խաչեց Հիսուսին, երբեք չէր ճաշակել, չէր տեսել արունակամ լինող
խաչված անձը, խաչից գանված, այն աննկարագրելի ցավի մեջ, այդ տառապանքի մեջ, պատկերացեք ամոթը վրադիր, խայտառակությունը վրադիր, ծաղրում էին, ձեռ էին առնում ամեն ձևի այդ ամեն ինչի մեջ, նայեց ու տեսավ ու զարմացավ, որ մեկը, որ կարող այդ ցավերի մեջ աղոթք բարձրացնի։ Ում հորը, որ իրեն օգնի, ոչ, աղոթք բարձրացնի իրեն խաչողների համար եւ ասի հայր ների սրանց չեն հասկանում ինչ են անում։ Այս հայրուրապետը երբեք չէր լսել կամ տեսել իր ողջ աշխատանքի ժամանակ այդ չգիտեմ քանի տարիների experience-ի մեջ երբեք չէր տեսել կամ ճաշակել դատապարտվող անձը աղոթի դատապարտողներին։ Երբեք չէր ականատես եղել այս զինվորը այդ շոկի մեջ այդ ամենը անձամբ ճաշակելով ու տեսնելով հանկարծ ճանաչեց, նրա միտքը լուսավորվեց, հասկացավ եւ գիտեք ասում է համարձակորեն հայտարարեց, իր ձայնը բարձրացեց ու այս խոսքերը ասաց իսկապես սա Աստծո որդի է։ Որքան բարի ուզում ես եղի, շատ ենք ճաշակել, բարի մարդիկ իրենց այն մահվան, այն վերջի րոպեներին մի տեսակ էլի սխալ բաներ խոսում են, մի բան անում են էլի, հա, որքան բարի ուզում ես եղի, բայց այն ինչ Հիսուս արեց, անկրկնելի է, աննկարագրելի է, ոչ միայն զինվորին ինձ անձամբ առաջի անգամ, երբ որ այս պատմությունը խորացած ընթերցում էի, ինձ անձամբ շոկի մեջ գցեց։ Եվ ինչը բացեց հայրուրապետի աչքերը, որ տեսավ ու հասկացավ Հիսուսի աստվածությունը։ Չէ որ խաչում էին, որտև իրեն Աստված է անվանում։ Ինչը բացեց նրա աչքերը, որ նա այդ պահին խաչի մոտ հասկացավ, որ իրոք սա Աստծո որդին է, իրոք Աստված է սա։ Երբ տեսավ Հիսուսը այդ պահին այդ ցավերի մեջ գերադասեց իր թշնամիների փրկությունը, ոչ թե նրանց պատիժը։ Այստեղ մի շատ նուրբ խորհուրդ կա Աստծո ժողովուրդ ջան, ինչը պետք է յուրաքանչյուրս հասկանանք, այդ օրինակն է թույլ տվեք իմ օրինակով տամ, լավ։ Դեռ նոր էի ապաշխարած եւ այս հատվածը երբ որ սովորեցի, ընթերցեցի, իմացա այս մասին ու իրոք ես ինքը շոկի մեջ, որ Աստված իմ դու աղոթել ես թշնամիներիդ համար, ես էլ եմ կրկնելու նույն բանը աղոթելու եմ։ Ու մի օր աղոթք եմ անում, ասում եմ Տեր, գոհանում եմ քեզանից բոլոր հալածողների համար, փառք եմ տալի, ինձ ավելի են մոտեցնում քեզ, աղոթում եմ եւ եկավ եմ պահը, որ ասի Տեր, ներիր ինձ հալածողներին, որովհետև չեն հասկանում ինչ են անում։ Ասեցի ու փոշմանեցի, կանգ առա ու ասեցի մի րոպե Տեր, ես պիտի չափազանց անկեղծ լինեմ քո հետ, դու շատ լավ էլ հասկանում են ինչ են անում, ինչը չեն հասկանում ինչ են անում, եթե այդքան չեն հասկանում, թող գնան իրանց ձորից գցեն, եթե չեն հասկանում իրանց ամենասիրած էակներին թող նույն ցավը պատճառեն, ինչ ինձ են այդ պահին պատճառում, եթե չէին հասկանում Հիսուսին ինչ էին անում, թող շշկրվեին ուրիշ մեկին խաչեն, ինչի Հիսուսին, լավ էլ հասկանում էին, Տեր, բաց իմ համար խորհուրդը, չեմ կարում հասկանամ, որ դու այդ պահին ինչու աղոթեցիր, չենք հասկացել ինչ ենք արել։ Գիտեք այն զինվորի համար, որ աղոթում էր, չի հասկացել, հա, այն նրանց համար, որ աղոթում էր հայրների չեն հասկանում, ինչ են անում, դա բոլորիս է վերաբերում, բոլորիս համար է այդ աղոթքը բարձրացել, որտեղ օրեց ամեն օր մենք նրան խաչել ենք, մեր վարքով, մեր կյանքով, մեր ապրուստով, ու խնդրեցի Տեր, բաց իմ համար, չեմ կարում հասկանամ, պատկերացա աղոթում եմ ների, հետո էլ փոշմանում եմ, ասում եմ չէ Տեր, լավ էլ հասկանում են ինչ են անում, ինձ բացի խորհուրդ ուզում եմ հասկանամ, ինչը չէին հասկանում, չեն հասկանում ինչ են անում, այն առումով էր Հիսուս ասում, of course իրանք հասկանում էին, որ ցավացնում են, of course իրանք հասկանում էին, որ պատժում են, of course իրանք հասկանալով էին վիրավորում, ծաղրում նրան, բայց այդտեղ կարևոր կետը հասկացեք, չէին հասկանում
ում էին անում։ Չէին հասկանում, որ Աստծուն են խաչում, ու բոլոր անողներն կրոնավոր աստվածապաշտերն էին, ոչ մեկը այնտեղ անհավատ չէր, խաչողները Հիսուսին կրոնավոր աստվածապաշտ, օրենքը պահող, Մոսեսի օրենքով քայլող, ապրող մարդիկն էին, ինչն էր, որ չէին հասկանում, ում էին խաչում, և այսօր, երբ որ մեզ հալածեն, վիրավորեն, չարախոսեն, մեղադրեն սուտ բաների մեջ, Հիսուս ուզում է նույն արձագանքը մենք անենք, Հայր ներիր սրանց, չեն հասկանում ինչ են անում, այսինքն չեն իմանում ում են չարչարում, որ չէ որ Հիսուս Աստծո որդի էր, եկավ եւ մեզ ինչ արեց, որդեգնեց, հա, մենք իր այրունով դարձանք ով, մաքրվեցինք, դարձանք նույնը Աստծո որդիներ, այսօր մեր այստեղ նստած յուրաքանչյուրը Սուրբ Հոգուց վերստին ծնված նաեւ Աստծո համար նույն թանկն ենք ինչպես Հիսուս, որովհետև ամեն մեկից որ նայում է հայրը այլևս չի տեսնում մեզ, տեսնում է որդուն մեր մեջ, որտեղ որդին գինը վճարեց եւ որդու կնիքը դրվեց մեր ճակատների վրա, այլևս Սիլվի չկա, Հիսուս է տեսնում ինքը, Հիսուսի կերպարը, Հիսուսի այրունն է, որ ինձ ծածկել է իմ մեղքերից, ինձ արդարացե ու որդի արե, դրա համար ունեմ այն հայտնությունը, որ աղաղակում եմ Աբա հայր, ամեն մարդ չի կարա կանչի հորը Աբա հայր, դա հայտնությունն է, որ հայրը տալիս է, հաստատում է եւ դու գիտես դու Աստծո որդի ես, որքան է տկարանաս, ընկնես, պակասես, երբեք քո փրկության ու քո ինքնության վրա չես կասկածի, որտեվ դու մեկ անգամ արդեն բավական է, որ առել ես հայտնություն, որ դու իր որդին ես, որդից որքան է սխալ անի, որքան էլ սայթակի ու ընկնի ու պակասի, մեկ այն որդին է։ Ես չեմ ասի գնամ ինչ որտեղ ասեմ ես որդուս եկել եմ հանձնեմ ձեզ մի հատ լավին տվեք ինձ երբեք իմ համար իմ աչքին իմ որդին կատարյալ է որովհետև սիրում եմ անսահման խելագար սիրով հիմա եկեք հասկանանք սա Աստված այնքան է մեզ սիրում որ իր սիրո արձագանքը մեր համար խաչվեց մեր մեղքերի համար գինը վճարեց որ մեզ ունենա որ մենք չկորչենք եւ Աստծո ժողովուրդ Հիսուսի աղոթքը իրեն չարչարողներին, հալածողներին, իր ընտրածան առաքյալին, դավաճանին, իր մտերիմների մասին եմ խոսում, ասում եմ սեղաներ իմ հետ նստում, հաց էր ուտում, իր ոտքը բարձացավ իմ դեմ, սրանք էլ եք ճաշակելու, ամեն բան ճաշակելու են, քանի դեռ հետևում ենք Հիսուսին, աղոթում էր այդ խաչողների համար, Մատթեոս 5:7 համարում սա է ասում, ասում ողորմածները ողորմություն կգտնեն Եթե մենք չլնենք ողորմած մենք Աստծո մարդ չենք Եթե մենք դառը մեջ ճիշտ ենք ուզում ապացուցենք բա որ մեկը կա գա ու իր ճիշտը ապացուցի իմ ու քո հետ հաստատ ինքը ճիշտ է ու մենք սխալ մի անգամից կդատապարտվենք ու հավիտենական կրակը կգցվենք բայց այդ մեկը Այնքան ողորմած է մեր հանդեպ ու ոչ թե մի րոպե, մի ժամ, 2 ժամ, 2 տարի, 5 տարի, 20 տարի, 50 տարի, մինչև վերջ հավատարի մայրա ողորմության մեջ, ասում այն ողորմությունն է հավիտյանս հավիտենից։ Ինչպես կարելի է այդքան շատ ներում ես ստանամ ու ես չկարողանամ ներում տամ։ Ում շատ ներվեց, էդի պիտի ավելի ու ավելի շատ ներում ցույց տա։ Հանձինս ես գիտեմ ինչ շատ աներվել և վստահ եմ ամեն մեկը ձեր մեջ գիտեք ինչեր Աստված ամեն օր ներում ձեզ Աստված ուզում է իր բնույթը մեր մեջ կառուցի մենք չենք կարող դառը ժողովուրդ լինենք Աստծո անունը կրող չի կարա ստացվի վերջ թե առաջ Աստված իր բերանից դուրս կթքի մեզ որտև Աստծո հետ խաղանել չենք կարող մենք կարա եկեղեցին ասի ամեն Փառքերը Տիրոջը Մեր ողորմությունը, երբ որ մենք ողորմած ենք մարդկանց նկատմամբ առիթ է տալիս այդ մարդիկ, մեր հանդեպ չարագործ մարդիկ բացահայտեն Հիսուս մեր մեջ տեսնեմ, որ էսի ինքը չի էսի հաստատ Աստված է սրա մեջ գործում մեր ներումը և մեր աղոթքները
դադարեցնում է, ուշադիր լսեք, սա չափազանց կարևոր է, եւ եթե մենք սա հասկանանք, մենք իսկապես բժշկություն կապրենք։ Նայեք ինչա, մեր ներումը ու մեր աղոթքները թշնամու նկատմամբ դադարեցնում է թշնամու վնասակար են կառուցված ծուղակները, որ պատրաստել է իմ ու քո համար։ Նա պատրաստում է ծուղակ, ինչ ասում է, փոս կփորի, ինքը կընկնի։ Ինչու, որտեղ մենք աղոթում ու օրհնում ենք մեր թշնամիներին։ Մենք չենք անիծում։ Անցյալում ինչ արել ենք, այդ ենք սովորել։ Հիմա է կարևորը։ Հիմա որպես Աստծո մարդիկ, ինչպես ենք մենք արձագանքում իրականում մեր հանդեպ մեր գործողներին։ Ամեն։ Եվ ինչ ենք հասկանում, երբ որ մենք աղոթում ենք մեր թշնամիների համար, այդ վնասակար գործողությունները մեր նկատմամբ, որ կառուցել է թշնամին, որ մեզ ծուղակը գցի, հանկարծ թշնամին կորցնում է ինչը, իր զորությունն ու իր ազդեցությունը։ Հանկարծ տենում ես, որ այն ինչը ժամանակին կարում էր քեզ հունից հաներ, քեզ բարկացներ, քեզ գցեր դառնության մեջ, չներելու մեջ, հանկարծակի տենում ես էլ իր գործիքը, այդ թշնամու գործիքը անզոր է դառել։ Էլ այլևս ինչ էլ անի դու տեղից չես շարժվում, որովհետև դու Հիսուսի հետ ես քայլում, ամեն։ Օրինակ տամ, մեկ ուրիշ օրինակ բացի Հիսուսի օրինակից, Ստեփանոսը երիտասարդ մի տղա էր, երիտասարդ, Հիսուսի բարի լուրը լսել էր, սիրահարվել էր Հիսուսի վրա եւ Հիսուսին հետևում էր։ Ուր գնար, ինչ աներ, Հիսուսին էր քարոզում, հա, գրված է այստեղ ասում է հավատքով, զորությունով լցված մեծ հրաշքներ ու նշաններ էր անում մարդկանց առջև։ Քարոզում էր խաչյալ եւ հարություն առած Քրիստոսին ամեն օրեք։ Եվ մի օր այսպես քարոզում է Հիսուսին, ժողովուրդը լսելով նրա խոսքերը, թե ինչպես է խոսում, որ Հիսուսը Աստծո որդի է, մահացել է, երրորդ օրը հարություն առել, ասում է բարկացան, կատաղեցին իրանց սրտերի մեջ եւ ասում է իրենց ատամներն էին կրճատում, կրճտացնում, բառեր կա որ չեմ կարողանում, ներողեղեք, հա, նրա վրա եւ ինչ կատարվեց, այդ պահին ասում է Ստեփանոսը հոգով լցված երկինք էր նայում եւ երկնքում հայտնություն տեսավ Աստծո մեծ փառքը, ասում է տեսնում եմ, սա ինքն է վկայում, պատկերացեք, քարերը իր վրա է գալիս, ինքը վկայություն է տալիս, ասում է տեսնում եմ երկինքը բացված, Հիսուսը Աստծո աջ կողմը կանգնած, ըստ խոսքի մենք գիտենք, որ Հիսուսը հոր աջ կողմը նստած է, բայց այդտեղ ասում է տեսա երկինքը բացված, Հիսուսը հոր աջ կողմը կանգնած, այսինքն պատիվ էր տալի իր սուրբի մահը, ընդունում էր նրան փառքով, ու մեկ էլ այդ պահին ասում է ժողովուրդը ավելի կատաղեցին, որ ոնց է սա խոսում, Աստծուն է տեսնում, ինչ սխալ բաներ է մեկնաբանում, այդ պահին աղաղակելով, իրենց ականջներին խփելով, ժողովուրդը ասում է նրան քաղաքից դուրս հանեցին ու սկսեցին քարերով այնքան տալ, որ սպանել։ Երբ որ քարերով խփում էին նրան, նա ծնկի իջավ։ Ծնկի իջած ժամանակ նա աղոթք արեց։ Ինչ աղոթք արեց, արդյոք ասեց բավական է Տեր, որ ինձի հալածեն, ոչ, արդյոք ասեց բավական է քարկոծեն, ցավում է մարմինս, հա, ոչ, արդյոք մեղադրանքներ ներկայացրեց նրանց համար, ոչ, իսկ ինչ աղոթեց, Հայր, ներիր նրանց մեղքերը։ Ստեփանոսի այս աղոթքը գուցե այդ տվյալ պահին արտակնից փոփոխություն չեղավ, բայց ես թույլ տվեք ասեմ ես, անձամբ ես վստահ հավատում եմ, սա իմ անձնական կարծիքն է եւ ես վստահ եմ, որ շատ ժամանակ չանցած նրա աղոթքը պատասխանվեց։ Ինչից եմ դա եզրակացնում, ինչն է ինձ ստիպում, որ ես հավատամ դրան, թույլ տվեք ասեմ, սա իմ վերլուծությունն է, էլի եմ ասում, որովհետեւ շատ քիչ ժամանակ անցած Երբ որ նա ընկավ եւ այդպես մահացավ աղոթելիս իր թշնամիների համար, շատ քիչ անցած Աստված այցելեց այդ ամբոխում ներկա գտնվող սպանությանը մասնակից, սպանությանը համաձայնություն տվող մի անձի, որի անունն էր Սողոս, Սավուղ։ Պողոսը դառավ Աստծո մեծ մարդ,
Պողոսը հալածում էր եկեղեցուն այն պատճառով, որ Հիսուս Աստված չի եւ դուք հայհոյում եք Աստծուն, բայց հանկարծ այս դեպքից հետո, Ստեփանոսի աղոթքից հետո մեկ էլ տեսնում ենք Պողոսը ապաշխարում է, այցելվում է ու նրա համար բացվում է ու լուսավորվում է Հիսուսի աստվածությունը, որքան նմանատիպ է, չէ՞։ Հիսուսի աղոթքի արթնությունը, Ստեփանոսի աղոթքի արթնությունը ինչա ցույց տալիս, երբ որ մենք մեր թշնամիներին չենք անիծում, այլ աղոթում ենք նրանց համար, բաներ է փոխվում հոգևոր աշխարհում, Աստված լսում է եւ բաներ իսկապես դեպի բարին է գործվում, ամեն։ Աստված այնպես ներքուստ վերափոխեց Պողոսին, որ նա դարձավ առաքյալ։ Մենք տեսնում ենք նոր կտակարանի շատ գրքերի հեղինակը հենց ինքն է։ Այսօր իր թղթերն է, որ մենք ընթերցում ենք ու լուսավորվում է մեր միտքը, մեր աչքերը տեսնելու իրականությունը Հիսուսի աստվածության, ամեն։ Եթե կարելի է այսին կմիացնեք, այս կողմը, շնորհակալ եմ։ Ինչպես Հիսուսի աղոթքով արթնացավ հայրուրապետը, այդ զինվորը, ոչ մի տարբերությամբ ես հավատում եմ, որ Ստեփանոսի աղոթքը, արձագանքը երկինք ելավ եւ Աստված արթնացեց, այցելեց եւ Պողոսին անձամբ ցույց տվեց իր աստվածությունը, որ ինքը Աստված է։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ ողորմությունը Աստծո հիմնարար բնութագիրն է։ Կարանք ասենք ամեն։ Մենք ամեն մեկս ինչու ենք Աստծուն սիրում, ինչու ենք մոտենում, ինչու ենք գնալով ավելի վստահում Աստծուն, որովհետև ճաշակում ենք նրա ողորմությունը, որ ամեն օր մենք կարանք սխալվենք, բայց Աստված այնքան ողորմած ու սիրող Աստված է, որ ամեն օր մեզ ներում է, հա, ինչպես քիչ առաջ ասացի, ես երբեք, որքան էլ իմ երեխաները սխալ անեն, երբեք չեմ ուրանա իրանց, որ իմն են, որ իմ երեխեքն են, իմ որդիներն են, այսօր նույնպես Աստված մեր հետ է վարվում։ Կա մի հավատ, որ մտածում են, այսօր փրկված եմ, վաղը չէ, մույս օրը փրկված եմ, մույս օրը չէ, կարծես բանալի է, էլ իրենց կորցնում են, գտնում են, այդպես չի աստվածապաշտությունը։ Մենք մեկ անգամ ծնվում ենք Սուրբ Հոգուց, փրկվում ենք, Տիրոջ կնիքը առնում ենք մեր վրա, հա, Սուրբ Հոգին գալիս է ու բնակվում է մեր սրտերում եւ ընթացքում սրբագործման այդ ճանապարհում Տերը գործ է անում մեր հետ։ Կամած մեր մեջից բաներ է թլպատում, մեր սրտի մեջից բաներ է թլպատում, որը ավելցուկ է եւ Աստծուն չի փառավորում։ Գիտեք, որ ժամանակամարտը կորցնում իր փրկությունը, թույլ տվեք ասեմ, այն ժամանակ, երբ դու կուրանաս Աստծուն եւ կուրանաս նրա մարմինը, կասես ես այլևս հեռանում եմ, ես չեմ ուզում, ես չեմ հավատում ու չեմ ընդունում Աստծուն, այդ ժամանակ դու կկորցնես քո որդի լինելու այդ կերպարը։ Դա էլ ինչ ենք տեսնում, մարդն է որոշումը կայացնում, ոչ թե Աստված է դուրս բրդում, Աստված չի անում դա։ Աստված մեզ կծեծի հոր նման, կխրատի, կհանդիմանի, կսաստի, ինչու, որ սարքվենք, որ կառուցվենք, բայց երբեք մեզ չի թողի։ Առնում եք մի բան։ Փարիսեցիները Հիսուսին այս հարցումը տվեցին։ Տեսնում էին Հիսուսը միշտ մեղավորների հետ է շփվում, հա, ինչքան մեղավոր գող կա, անառակ աղջիկ է, գնում դրանց հետ է նստում ու շփվում եւ փարիսեցիները գիտեք ովքեր են, բոլոր նորերին եմ ասում, հավատացյալ ժողովուրդն էին, ովքեր Աստծուն պաշտում էին եւ նայելով նրան այս հարցումը տվեցին նրա աշակերտներին ասելով ձեր վարդապետը ուտում է, խմում է մաքսավորների եւ մեղավորների հետ, այսինքն ինչ կասեք, որքանով է դա ճիշտ, որ մեղավորների հետ է շփվում։ Եվ Հիսուսը լսեց հարցումը եւ նա պատասխանեց, ասաց առողջները բժշկի կարիք չունեն, այլ հիվանդները։ Գնացեք եւ սովորեք, թե ինչ է իմ ուզածը, եւ սա է Տիրոջ ուզածը։ Ողորմություն եմ կամենում եւ ոչ զո, որովհետեւ ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին ապաշխարության կանչելու։ Այսօր նույնպես մենք պետք է մտնենք վայրեր մեղավորների մեջ
եւ դառնանք պատճառը նրանց ապաշխարության։ Գիտեք Հիսուսը որ մեղավորների հետ նստում էր, չէր ասում լավ, քանի որ մեղավորների հետ է մի բաժակ գցեք խմենք իրար հետ, հա? Կամ եկեք իրար հետ մի հատ գնանք սխալ մի բան անենք, կամ ոչ, Հիսուսը իր դիրքի մեջ նստում էր մեղավորների մեջ, մեղավորները ապաշխարում էին Հիսուսի պահվածքից, ներկայությունից եւ նրա ճշմարտությունից։ Այսօր նույնպես մենք պետք է լինենք, մենք չպետք է կաղանք, մենք պետք է կայուն լինենք մեր հավատքի մեջ, մեր սկզբունքի մեջ, իսկ մեր սկզբունքը ո՞րն է, մեր թե Աստծո սկզբունքն է, իհարկե Աստծունը, ամեն։ Հիսուս հանդիմանեց այս կրոնավոր առաջնորդներին, հա, որովհետև նրանք անտեսում էին ողորմությունը։ Այսինքն ով մաքսավոր է, ով մեղավոր է, թող դժոխ գնա։ Կարևորը նրանք են, ովքեր հրյաներ են։ Բայց այսօր հրյա հույն չկա։ Եթե դա լիներ, այսօր մենք չենք փրկվի։ Մենք մի հեթանոս ազգ ենք եղել, կրակ պաշտել ենք, արև պաշտել ենք, հիմա նալ, աչք, ինչ ասես պաշտում է իմ հայ ազգը։ Ամեն տեսակ կախարդ, ով ինչ, մի հատ խոսք է, ասում են, ով հարս, ինքը պես, թե ով պեսա, ինքը հարս, հակառակը, մեր ազգը դա է, դրա համար այսօր կործանվում է, դրա համար այսքան ցավ ու վիշտ կա իմ ազգի մեջ, դրա համար թշնամին զարկելով գնում է, որտև չի կարողանում կողմ որոշվի, քրիստոնյա եմ, Աստծո զավակ եմ, թե պարզապես դեռ հեթանոսական աստվածների են պաշտում։ Մենք պետք է կենտրոնանանք Աստծո վրա, մեր փրկությունը Աստված է, մեր ճշմարտությունը Աստված է, եթե Աստված հագել ենք, այսինքն ունենք նրան մեր մեջ, մենք չպետք է ամանչենք քրիստոնյա կյանք ապրելու, մենք չպետք է ամանչենք այն ինչ Աստված ոչ ասում, ոչ ասենք, այն ինչ Աստված այո է ասում, այո ասենք, ամեն։ Մեր աղոթքը, մեր հանդեպ թշնամությամբ լցված մարդկանց համար դա բարեխոսություն է։ Մենք ընտրության առջև ենք, կամ կարանք չարախոսենք, 24 ժամ տարբեր մարդկանց մոտ չարախոսենք, կամ կարանք նրանց համար Աստծո մոտ բարեխոսենք։ Ըստ Աստծո բնույթի մենք ունենք այդ նույն բնույթը, որ պետք է բարեխոսենք, որովհետև մենք դրանով ենք հենց տարբերվում։ Ինչ է, որ Հիսուս ասաց գնացեք աշխարհի լույս եղեք, ինչ է, ասեց լամպը դրեք գլխներիդ մանեկեք, հա? Կամ ինչ-որ մի լույս միացեք, որ սաղ տենան ու իմանան դուք լույսն եք, ես աշխարհի, այդպես բան չկա։ Լույսը խոսում է ճշմարտություն, արդարություն, սրբություն, կատարելություն։ Եվ եթե մենք ուզում ենք լույս լինենք, մենք պետք է բարեխոսենք մեր թշնամիների համար եւ ոչ թե չարախոսենք։ Բարեխոսենք նրանց արթնության, նրանց աշխարհության, նրանց դարձի համար։ Ամեն։ Հիսուս մի կանոն տվեց, մի պատվիրան տվեց մեզ ժողովրդից, հիմա այսօր մեզ եկեղեցուն ասելով այս խոսքերը։ Պետրոսի բերանից է խոսում, առաջի Պետրոս 3:9 ասում է, չարի փոխարեն չար չհատուցեք, կամ բամբասանքի փոխարեն բամբասանք, այլ ընդհակառակը օրհնեցեք, իմանալով, որ իսկ սրա մեջ կանչվեցաք, այսինքն եկեղեցու, Քրիստոսի եկեղեցու առաքելությունը իր թշնամիների համար աղոթել ու բարեխոսելն է։ Ինչու է Տեր տալիս նման մեծ պատվիրան, որը որ գիտես չենք կարողանենք, ասեց եթե անեք, օրհնություն կժառանգեք։ Ով է ուզում օրհնված լինի իր կյանքում, ով է ուզում ապահով լինի իր կյանքում, ով է ուզում դուրս գա, ներս մտնի հանգիստ, խաղաղ, ոչ թե ես տեսել եմ մայրեր, որ իրանց երեխաները տնից դուրս են գալի, իրանք հոգեկան հիվանդ են դառնում։ Ես տեսել եմ, իսկապես տեսել եմ ժողովուրդ, թե ոնց են խանգարվում, անդադ սատանան մտքեր է տալի, բա որ չգան տուն, բա որ ակսիդան լինի, մանավանդ որ ես լուրերն էլ լսում են, բա որ սա, բա որն է։ Եթե մենք Աստծո կամքի մեջ կյանք ապրենք, 1000 հոգի ձախ կողմը, 10,000 աջ կողմը մեր երեխաներին չի դիպչի, որտեղ մենք Աստծուն հավատարիմ ենք, ամեն։ Հիշեք մի կարևոր բան, ես ձեր հետ եմ, ես էլ եմ մարդ, ես էլ եմ ձեր նման պայքարում, հանձինս իմ համար այս քարոզը ամենաբարդն էր, ես էլ ունեմ մարդիկ, որ ինձ տանել չեն կարողանում, հավատացնում եմ ձեզ, և այս քարոզը իմ համար չափազանց բարդ էր, անկեղծ եմ ասում ձեզ, ավետարանը քարոզելու համար ոմանք հալածում են կին լինելու համար, կինա ու եկեղեցի առաջնորդում ու գիտեք,
հալածանքները, բայց ես ուրախանում եմ դրա մեջ հիմա, առաջ նեղվում էի, լացում էի, քանի անգամներ Արմանին ասել եմ, խնդրում եմ նամակ գրեք, թող օտար տեղից հովիվ գա, թող ինքը շարունակի առաջնորդել, ես կին եմ, ես տկար անոթ եմ, ես չեմ կարող, ոչ վերևել, չի թողել, երբեք իջնեմ եւ Փառք Հիսուսին, տարիների փորձը, Աստծո ներկայությունը, Աստծո զորությունը ինձ այնպես սպառազինեց, ոչ ոք ինձ չի կարող իջեցնել, որովհետև Տիրոջն եմ ծառայում եւ եթե իջնեմ, սա բեմ չի, Տիրոջ սրբության սրբոցն է, եթե այստեղից իջնեմ, ոչ թե եթե իջնում եմ, ես փողոցներում, հիվանդանոցներում, ամեն վայրերում Հիսուս եմ քարոզում ու կանգ չեմ առնում, ովքեր ինձ հետ շուտ դուրս են հելում, նրանք արդեն գիտեն։ Ես կանգ չեմ առնելու Տիրոջ գործը անելու, որովհետև ունեմ թշնամիներ։ Եվ հիշեք ամենակարևոր բանը, Սատանան տկար անոթների, տկար, ովքեր որ թշնամու ձայնը ավելի շուտ են լսում ու խոնարհվում, կրոնապես ունեն կերպար աստվածապաշտության, հա, ասենց կարան իրանք աստվածապաշտ մարդիկ խաղան, հա, ներկայանան, կապ չունի, բայց Սատանան միշտ sense տկար անոթների միջոցով փորձելու է մեզ հունից հանի։ Փորձելու է մեզ իջեցնի ստեղ ու շադի լսեք, Աստծո ժողովուրդ, փորձելու է մեզ իջեցնի ցածր դիվային մակարդակի թեմաների մեջ։ Մենք Աստծո ժողովուրդս կամ Հիսուս ենք քարոզում, կամ Հիսուսի մասին ենք խոսում։ Մենք մարդկանց չենք քննարկում։ Որովհետև որ օրը դու մարդկանց սկսեցիր քննարկել նրանց կյանքը, հավատացնում եմ ձեզ, Աստծո աչքին սենց է երևում։ Մենք իջնում ենք դիվային, մարդկային այդ թեմաների մեջ, որը որ մեզ պատիվ չի դա։ Ուզում ենք փառավորենք Աստծուն, եկեղեցի, ուզում ենք փառավորենք Աստծուն։ Եկեք մեր ամեն կարգավիճակի վրա թույլ տանք Սուրբ Հոգին թող տիրի, լավ։ Խոստանում եմ ձեզ, այնքան թշնամին կփորձի մեզ հունից հանի, մեր մեջ կբերի բարկություն, կզգաս, որ իրոք դու բարկացող ես դարձել, առանց պատճառի բոռում ես, առանց պատճառի վրդովում ես, առանց պատճառի մի պահ քեզ որ կողքից նայես, իրոք գիժի կարգավիճակում ես գտնվում, սա Սատանան է փորձում մեզ դրա մեջ պահի, ժողովուրդ ջան, քույրս ասում է, շատ ճիշտ ես ասում։ Նա փորձում է մեր մեջ բերի ատելություն, իսկ ատելությունը մեր մեջ իրավունք չունի լինի։ Նա փորձում է մեր մեջ բերի վիրավորանքներ, դառնություն, լցվենք ու անդադ հիշենք ու չկարողանանք աղոթենք մեր թշնամիների համար, բայց հիշեք մի կարևոր բան, Պողոս առաքյալը այս խոսքերն է ասում Եփեսացիս 6:12, որովհետև մեր պատերազմը, ասեք մեր պատերազմը, սաղս ունենք, չէ՞ պատերազմ, մեր պատերազմը արյունի եւ մարմնի հետ չի, այսինքն ովքեր ստեղ ունեն մարդ, որ թշնամի է իրանց, իմ հետ եք, կան, չէ՞, թշնամիներ ունենք բոլորս, օքեյ, Աստծո խոսքը Պողոս առաքյալը ասում է, այս մարդիկ ձեր թշնամին չեն, որտեղ մեր պատերազմը ասում է արյունի եւ մարմնի հետ չի, այսինքն բաում հետ է Տեր, լսեք, ասում է այ իշխանությունների եւ պետությունների հետ, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այսինքն ընկած հրեշտակները դևերը ու մերի մեջ որ բնակվում են, հա, այն չար ոգիների հետ, որ երկնավորների մեջ են։ Այսքանը հասկանալով մենք այլևս մարդուն չենք տեսնում որպես մեր թշնամի, այլ հետևում կանգնած այդ դևը ում ձեռքում նա գործիք է։ Դա կլինի նախանձի դև, մարդը կարա նախանձից քեզ այնքան հալածի, որ քո կյանքդ ոչնչացնի, խոստանում եմ ձեզ։ Մարդը կարա ատելությունից այդ նույնը անի, մարդը կարող է ուղղակի գոռոզ իր հպարտությունից նման վարվի, իր պահվածքը քեզ ոչնչացնի, իրոք դու քեզ ոչնչությունը զգաս։ Սրանք սաղ դևեր են, որը որ են ընկած հրեշտակներն են դիվային, որ բնակվում են մարդկանց մեջ։ Այս դեպքում ինչ անենք։ Եկեղեցի ինչ անենք, ասում է աղոթեք։ Աղոթեք նրանց ներման, փրկության ու ազատագրման համար։ Պահեր կլինեն, կուզենք հատուցենք նրանց այնպես, ինչին նրանք արժան են։ Ինձ հետ եք, կմտածեք, չէ, կասեք, լավ, դու իմ գլխին ես, նա ես քո գլխին ինչ եմ բերում, հա, կորոշենք, վրեժխնդիր լինենք, հատուցենք նրանց այն, ինչ իրանք մեզ են արել։
Պողոս Առաքյալը ասում է այդ դեպքում ինչ անենք, Հռոմեացիս 12:19 ասում է, ձեր անձերի համար վրեժխնդրություն մի արեք սիրելիներս, իսկ ինչ անենք, ասում է, բարկության տեղ տվեք ում, Աստծուն, որովհետև գրված է, վրեժխնդրությունը իմն է, ես հատուցումը կտամ, ասում է Տերը։ Եթե մեկը քո հանդեպ չարություն է արել, դու իր հանդեպ հետ չարություն մի արա, դու աղոթիր ու ասա Տեր, դու տեսել ես, դու հատուցումը կտաս, վրեժխնդրությունը քոնն է, ոչ թե իմը, դու մնա խաղաղության մեջ վստահելով Աստծուն։ Մեր թշնամու դեմ մեր ձայնը թող չլինի բորալը, կռվելը, մեր ճիշտը ապացուցելը։ Մեր թշնամու դեմ մեր ձայնը թող լինի աղոթքը։ Միայն աղոթք, միայն աղոթք։ Զորավոր խոսք աստեղ ասում, իրոք մի պահ ես ինքս, որ գրում էի քարոզը, երեք մի պահ ասում եմ Տեր իմ Աստված, իրոք այնքան խորն է Աստվածապաշտությունը։ Մի բանը հազիվ փորձում եմ դրա մեջ մի քիչ սարքվեմ, մեկ էլ են մույսը, դրա մեջ մեկ էլ են մույսը, շատ խորն է, իչ դա համար լսել եք աշխարհի մարդիկ ասում են գնա եկեղեցի, բայց մի խորացի, այսինքն գիրքը կարդա, հիմա ստեղ կանգնեմ էլ քարոզս չավարտեմ, բավական է, չեք հասկանա խորհուրդ ինչ է Տերը խոսում մեր հետ, հա, նման բան չկա, եթե մի բան մտնում ես Աստծուն, Տեր մինչև վերջ գայս եմ, եթե չխորանաս երկինք չես հելնելու, ասում ով մինչև վերջ դիմանա դայա, ով համբերի մինչև վերջ դայա փրկվելու։ Եվ այստեղ այս խոսքերը Պողոս Առաքյալի իսկապես ցնցեց ինձ, որ մի հաղթվեք չարից, այլ բարիով հաղթեք չարին։ Այսինքն, եթե մենք չարին ուզում ենք հաղթենք, բարիություն հետանենք։ Մենք հիշում ենք ինքը մեր հանդեպ ինչ չարություններ է արել, հա, իր պահվածքը, իր վարքերը, իր խոսքերը նվաստացրել է, վիրավորել է, ցավացել է, ասում է կանգ առեք, նույնը չհատուցեք, բարին հետ արեք, թող ամանչի իր արածից։ Հանձինս էլի իմ վրա օրինակը բերեմ, մենք այս վերջես Փաստոր Արմանին բաց ենք թողել, ես եմ օրինակը։ Երբ որ ես մեկի հանդեպ սխալ մի բան եմ անում, մարդ եմ, կարամ չէ անեմ, կարամ թե ոչ ժողովուրդ, թե նենց կատարյալ եք տենում, կարամ չէ սխալ անեմ, հիմա ուշադիր լսեք, երբ որ ես մեկի հանդեպ սխալ եմ թույլ տալիս, եւ այդ անձը ինձ սխալով հետ չի պատասխանում, այլ ավելի քաղցր է հետ պատասխանում, ես ամաչում եմ, ամբողջ գիշեր դրա համար աղոթում, լացում ու ապաշխարում եմ, որ ինչու ես թույլ տվեցի այդ անձի հանդեպ սխալ մի բան ասեմ կամ անեմ։ Բայց եթե ինքը ինձ պատասխանի, ես ամբողջ գիշեր կմտածեմ ոնց մույս ու դառը ես տամ իրան։ Հասկանում եք, չէ՞։ Ինչ եմ փորձում ասեմ, միշտ մեր քաղցրությունը, դառնության այդ արձագանքի դեմ նրանց ամանչացնում է։ Մի օր նրանք ամանչելու են իրանց արածների համար։ Ողորմությունը ուրեմն հասկացանք Աստծո բնույթն է եւ արմատական կոչ է անում մեզ բոլորիս ողորմած լինենք, ինչպես մեր հայրն է ողորմած։ Կհիշեք, ինչու պետք է մենք աղոթենք մեր թշնամիների համար, հիշում եք Հիսուսը ինչ ասաց Հովհաննես 14:9 համար, ասում է ինձ տեսնողը հորը տեսավ։ Հիմա Աստված ուզում է մեր մեջից արտացոլի իր բնույթը, այսինքն ինձ ու քեզ տեսնողը, որտեղ Հիսուսը մարմնավորապես այլևս երկրի վրա չի, նա բնակվում է մեր մեջ եւ մեզ տեսնողը ուզում է, Աստված ուզում է, որ մեր մեջ տեսնի իր որդուն Հիսուսին, հորը մեր մեջ տեսնի։ Ուզեմ շարունակեմ այս համարը, լավ։ Հովհաննես 14:10 ասում է ինչպես եք ասում հորը, այսինքն Աստծուն ցույց տուր մեզ։ Հիսուսն է սա ասում իր շուրջը հավաքված մարդկանց։ Չես հավատում, որ ես հոր մեջ եմ եւ հայրը ինձանում։ Այն բանը, որ ես խոսում եմ ձեզ հետ, իմ անձից չեմ խոսում, բայց հայրը, որ ինձանում բնակված է, նա է գործում այն գործերը։ Հավատացեք ինձ, որ ես հոր մեջ եմ եւ հայրը ինձանում, ապա թե ոչ այն գործերի համար հավատացեք ինձ, այսինքն այն հրաշքները, որ ինքը արել է, թե ինձ հավատացողը այն գործը, այստեղ արդեն մեր մասին է խոսում, ովքեր որ հավատում են Տիրոջը, նայեք ինչ է ասում, ինձ հավատացողը այն գործերը, որ ես եմ գործում, նա էլ կգործի եւ նրանցից էլ ավելի մեծը կգործի։ Աստված մեր մեջ է բնակվում, այսօր բազում հրաշքներ, կյանքեր է փոխվում,
Աստված գործեր է անում, ձեր կարծիքով ով է դա անում, ես, կամ Փաստոր Արմանը, կամ ծառայողները, իհարկե ոչ, Աստված է անում, Տիրոջ հոգին է անում, երբ որ նոր էի դեռ ծառայում հովվական ծառայության մեջ, շատ էի ուզում հսկել կարգավիճակներ, իրավիճակներ, որ տեսնում էի աղջիկներ կան, գալիս են եկեղեցի, հետո եկեղեցուց գնում են, հանկարծ նկարում են դրագեր, բաներ, տեղադրում են Instagram, վատանում էի, զանգում եմ, ասում երեխեք ինչ եք անում, դուք մեր եկեղեցու անունը իսկապես փչացնում եք, լավ եկեղեցին հələ մի կողմ, Հիսուսի անունն եք ծաղրում, չէ որ իրավունք չունեք սրանք անելու, եւ բազում տարիներ կարող են վկայեն, ովքեր ստեղ երկար տարիներ, խնդրում եմ մի արեք դա, հավատացնում եմ, ձեզ տղաները նման բան չէին անում, աղջիկներն էին բոլոր անում, անենց անառակ բաներ էին նկարում ու տեղադրում Instagram-ի մեջ, ես որպես իրանց հովիվ ամանչում եմ, եւ մեր անունը հելավ, այդտեղ գնում է էս ինչ է, էս ինչ բանն անում, այն ինչ է, այն ինչ բանն անում, մի պահ հանձնվեցի, ասացի Տեր, եւ շատերը որտեվ արդեն չէի դիմանում, այդ անառակ, այդ կեղտոտ վարքերին շատերին հանդիմանում էի եւ մի պահ հանձնվեցի, ասացի Տեր, հանձնվում եմ, ես չեմ կարա սրանց փոխեմ ու լսեցի Տիրոջ ձայն ասեց, բայց ով է քեզ ասել դու պիտի փոխես, ով է այդ առաքելությունը քեզ տվել, դու իրավունք չունես փոխես, դու պիտի վստահես Սուրբ Հոգուն, Սուրբ Հոգին է փոխողը, այսօր գալիս են անդամներ, ճիշտ թե սխալ, ինչ տեղադրեն, ինչ անեն, ես դրա մեջ չկամ, ես խոսքը քարոզում եմ, ցանում եմ, ջրում եմ եւ Սուրբ Հոգին գործում է եւ խոստանում եմ այսօր ավելի շատ աճ եմ տեսնում եւ մարդկանց սրտերը փոխում, որտեղ Սուրբ Հոգին է գործում, ամեն, մենք չենք կարող մեզ փոխել, ես չեմ կարող ինձ փոխել, ուրամնաց երեխեքիս կամ ինչ որ մեկին փոխեմ, տենց բան չկա, Աստված իր բնույթը մեր մեջ կամանց ձևավորում է եւ այդ ընթացքը, այդ ժամանակը պետք է վստահենք Սուրբ Հոգուն, որտեղ Սուրբ Հոգին է անում, անցած օրը մեկը ասեց իր կողակցի համար ասեց դեռ ես բանն անում, ասեցի համբերի, ընթացքը վստահել ես Հիսուսին, համբերի, թող Սուրբ Հոգին իր սկսած գործը հաղթական ավարտի հասցնի, ամեն, երբ վերջի օրինակն եմ տալիս, երբ Հիսուսին արդեն դավաճանել էր Հուդան եւ Հիսուսը այդ ծանրությունը զգում էր արդեն, ասում է, այնպես էր տառապում, գիշեք պարտեզում ինչ աղոթեց, ասեց, եթե քո կամքն է այս բաժակը ինձնից վերցրու, այսինքն տենում էր, պարզ ինչա կատարվելու, խայտառակելու են, մերկացրին, խաչեցին, ամբողջ մեջքը խոցերով, հա, խայտառակվելու էր ու ամեն մեկի մեղքը իր վրա էր կրելու, ինքը լինելով արդար ու կատարյալ։ Այս ամենի մեջ, ուրեմն Հիսուսը պարտեզում մի քանի աշակերտների հետ գնում է այնտեղ եւ գալիս է Հուդան, ասում է զինվորների հետ, քահանայապետների, փարիսեցիների, սպասավորների հետ, ջահերով, զենքերով, հա, լապտերներով գալիս են Հիսուսին տանելու, կարծես իսկապես ավազակ են տանում։ Եվ այդ պահին, երբ որ գալիս են, եւ Պետրոսը, գիտեք, Պետրոսը մի քիչ ջիգարով, բայց հետո միասին մի քիչ ագրեսիվ տղա էր։ Եվ այս ամենը տենալով ինչպես են եկե Հիսուսին տանեն, իր կողքից սուրը հանում է ու զինվորի ականջը կտրում է։ Եվ Հիսուսը շուռ է գալիս, Հիսուսին չէր հետաքրքրում, այնտեղ թշնամիներն են կանգնած զինվորները, Հիսուսը ուղիղ էր խոսում։ Ոմանք այսօր շատերը ինձ ասում են, մասսայական մի նկատողություն արա, եթե մի բան սխալ ենք ասում։ Հիսուսին չէր հետաքրքրում, մասսայական Պետրոսին շուռ եկավ ու ասեց, հենց հիմա այդ սուրդ մի կողմ դիր, սրով կռվողը սրով էլ մեռնելու է։ Եվ ձեռքը դրեց զինվորի ականջին եւ ականջը բժշկեց, կատարյալ բժշկեց նրա ականջը։ Հիսուս բժշկեց իր թշնամու ականջը խաչվելուց առաջ։ Պետրոսի նման ես եք ասել, գոնե թող այդ ականջը կտրված ցավի մեջ խաչի քեզ, հա? Հիսուսը բժշկեց իր թշնամու ականջը։ Այս կարևոր խոսքերը լսեք, Մատթեոս 26:53։ Հիսուս էսի ասում է Պետրոսին եւ այնտեղ կանգնած լսում են, ասում է, կարծում ես թե չեմ կարող հիմա իմ հորը աղաչեմ, որ հասցնի ինձ ավելի քան 12 գունդ հրեշտակներ,
Այսինքն կարծում ես ես չեմ կարա իմ հարցերը լուծեմ, մի վարքյան հորս աղաչեմ, ամբողջ այս թշնամիները ու մարդկությունը կկործանի հերս։ Բայց ես դիմանում եմ թշնամու արածին, որ փրկեմ իրանց, որտեղ հենց այս թշնամիների համար եմ եկել, որ խաչվեմ։ Հիմա այսօր եթե մենք մնացել ենք երկրի վրա, եւ այն օրը, որ մենք ապաշխարե վերստին ծնվել ենք ու Աստված մեզ չի վերցրել, մենք մնացել ենք առաքելությունը ավարտին հասցնելու համար, մարդկությանը քարոզենք Հիսուս խաչյալի փրկությունը, նրա ճանապարհը, ամեն։ Նայիր շուրջդ, դժվար չի տեսնես, Աստված իր արևը ծագեցնում է, ինչ, աղա մենակ եկեղեցի ձեր համար այսօր արևը դուրս է գալու, ոչ, չարի թե բարու վրա արևը ծագում է։ Անձրևները բերում է, ինչա մենակ մեր վրա է թափում անձրևները Տիրոջ օրհնությունը ոչ, չարի թե բարի վրա, ինչու, որ ապաշխարեն, ժամանակ է տալի, ընթացք է տալի, որ ապաշխարեն, ինչու են այդքան տարիներ ավազակություն ու խուլիգան կյանք ապրեց, այդ իր կողքի խաչված ավազակը, հա, այդքան տարիներ սխալ կյանքով ապրեց, Եվ հանկարծ իր վերջի պահը, որ շունչը պիտի տա խաչված է, հանկարծ այդ վերջի պահին փրկեց։ Աստված մինչև վերջի շունչը մարդուն շանսա տալի, որ փրկվի։ Այդ Աստծո ժողովուրդ, դա խոսում է իր անսահման սիրո մասին։ Այդ մենք ենք, որ մի անգամից մեկը վիրավորեց, գրողի ծոցն ենք ուղարկում, դու չկաս էլի մամար, ես քեզ չեմ ճանաչում, բայց Աստված ոչ, Աստված համբերատար սպասում է, այո, սպասում է, որպեսզի փրկվեն եւ ապաշխարեն, ավարտելու եմ մի գեղեցիկ համարով, կարծես գաղտնիք է մեզ հայտնում Աստված, բայց այնքան սիրուն է, բռնեք ես խոսքը ու սրանով տուն գնացեք, լավ, Հակոբոսի 2:13 համարում առաքյալը ասում է, որովհետև անողորմ դատաստան պիտի լինի ողորմություն չանողի վրա։ Եթե քո հանդեպ չարություն արածին դու չողորմես ու չներես ու բաց չթողես, լսեք, ստեղ չի ասում գնա ընկերություն արա նրա հետ, ոչ, նման բան չկա։ Եթե մի մարդ շարունակաբար մեզ ցավացնում է նույն այդ սայքլը կրկնվում է, դու կարաս հետ քաշվես, բայց ողորմությամբ աղոթես միշտ աղոթքներիդ մեջ նրանք լինեն, նա լինի եւ աղոթես նրա համար, որտեւ ասում է անողորմ դատաստան պիտի լինի ողորմություն չանողի վրա եւ ողորմությունը պարծենում է դատաստանի օրը։ Դու գիտեք, որ մեր արած ողորմությունը կպարծենա դատաստանի օրը։ Մենք օրենք ենք կատարում, մենք Աստծո կամքն ենք կատարում, երբ որ ողորմում ենք մեր թշնամիներին, ամեն։ Եթե սիրենք, կներենք։ Ամեն ինչի գաղտնիքը ու հիմքը սերն է։ Եթե սիրող Աստված մեր մեջ բնակվում է, անպատճառ մենք ներելու ենք։ Աստծո ժողովուրդ, սիրում եմ, չէ՞ երեխեքիս, դրա համար է ներում եմ։ Սիրում եմ հարազատից, որ 1000 անգամ ես խալանի էլի կներեմ։ Չես ներում նրան, ում չես սիրում։ Եվ սատանայի հենց ծուղակը դա է, որ նրանց արած մեղքերի կամ սխալների պատճառով մեր մեջ առաջի բանը, որ բերում է Հովանու 10, գողանում է մեր մեջից Աստծո սերը, այն, որ մենք ճաշակել ենք, մոռացության ենք տալի, ինչքան ենք սիրվել եւ սկսում ենք ատելության արձագանքներ անել։ Իսկ հիմա ամեն մեկս եկեք քննենք մեր անձը, մեր սիրտը, մեր վիճակը եւ կտեսնենք որտեղ ենք տկարացել, ամեն։ Եկեք ոտքի վրա գլուխներս խոնարեցնենք։ Հիշեք մի կարևոր բան Աստծո ժողովուրդ։ Սա ես չեմ խոսում, Տերն է խոսում, Սուրբ Հոգին է խոսում։ Ես եթե ուզենայի քարոզ պատրաստել, հանձինս ես մարդ որակ, կպատրաստեի մի բան, որ նենց մի քիչ մեզ ուրախացնի։ Միգուցե հիմա սա անհանգստացեց մեզ, որտեվ ամեն մեկիս Աստված մատը տարավ ու ցույց տվեց, ում չենք ներել կյանքում։ Եվ Աստված ասում է ներեք, աղոթեք նրանց համար, աղոթեք նրանց արթնության համար, ամեն։ Եկնային փառավոր Հայր, խոնարհվում եմ քո առջև։